Հայ ազգային կոնգրեսը կմասնակցի առաջիկա խորհրդարանական ընտրություններին, իսկ նախընտրական ցուցակը կգլխավորի Լևոն Զուրաբյանը։ Կուսակցության մյուս փոխնախագահ Արամ Մանուկյանն ասաց, որոշումը քննարկվել ու համաձայնեցվել է նաև առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ, իսկ վարչությունն էլ այն ընդունել է միաձայն։ Որոշում մեկ մասնակցել առաջիկա ընտրություններին, որոշում երկու կուսակցության թեկնածու, վարչապետի թեկնածու առաջադրել վարչության նախագահ Լևոն Զուրաբյանը։ Լևոն Զուրաբյանը ներկայացնելով նախընտրական իրենց ծրագրի հիմնադրույթները ասաց, որ Հայաստանը բարդ աշխարհաքաղաքական վիճակում է հայտնվել։ Նա կարևորեց քաղաքացիների հետ շփումները։ Մենք շատ սերտ շփումների մեջ պիտի մտնենք մեր հանրության հետ, մեր հասարակության հետ, գյուղացու, արհեստավորի, գործարարի, գիտնականի, ուսանողների, որպեսզի այս ծրագիրը հասցրենք մի կատարյալ վիճակի, որպեսզի այս ծրագիրը արտացոլի մեր ժողովրդի սրտից բխած բոլոր նպատակները։ Արդեն Ռադար Արմենիայի հետ զրույցում Մանուկյանը նշեց, որ դիտարկում են այլ ուժերի հետ համախմբվելու եւ այդպես ընտրություններին մասնակցելու հնարավորությունը եւս։ Առանձին կղզյակ կուսակցական ընտրություններ չես կարող այդ խնդիրը լուծել։ Այդ փորձը արդեն կար Գյումրիում, Երևանում եւ Արշապատում։ Երբ որ իշխանությունները այնպես են անում եւ կուսակցություններն էլ չեն հասկանում այս էլեմենտը, ասենք 10 հոգի մասնակցում է, 2-3 անցնում են, մնացածները հավաքում են 2%, 3%, 4%, այդ տոկոսները հետո գնում են հաղթողին, այսինքն իշխանությունը ունենալով ասենք թե 15%, մնացած են 15%-ն էլ, որոնք չեն հաղթարել, շեմը գումարվում է դառնում է 30%, այսինքն առանձին գնալը, այն էլ այսպես ընտրական բարձր շեմի դեպքում ջուր է լցնում իշխանությունների ջրաղացին։ Զուրաբյանը հավելյալ մանրամասներ բացահայտեց։ Մոտ 2 տարի բանակցություններ են վարել, բայց դրանք արդյունք չեն տվել։ Նա ևս խոսեց այլ ուժերի հետ հնարավոր համագործակցության մասին։ Իհարկե մենք դիտարկում ենք քաղաքական համախմբումը որպես ամենակարևոր գործիքը, որ երկրում տեղի ունենան արմատական փոփոխություններ։ Այո, դա շատ կարևոր է, եւ հենց այդ է նպատակը, որ մենք արդեն 2 տարուց ավելի բանակցում ենք տարբեր քաղաքական ուժերի հետ, որոնց համարում ենք լուրջ, որոնց համարում ենք իրատեսական, որոնց համարում ենք ռացիոնալ։ Ցավոք սրտի այդ բանակցությունները դեռևս վերջնական եւ վճռական արդյունք չեն տվել։ Զուրաբյանը վստահեցրեց, Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի քաղաքական ուժերի հետ նախընտրական դաշինք չեն կազմի։ Ասաց, այս մասին հայտարարում է երկաթյա վճռականությամբ։ Նա շեշտեց, անելու են ամեն ինչ, որ յուրաքանչյուր քաղաքացու կյանքը փոխվի դեպի լավը։ Լաուրա Հարությունյան, Մանուել Ստեփանյան, Ռադար Արմենիա։